Փոխուղեղի կաթվածի հետևանքով մարմնի մի հատվածն անկառավարելի դարձած Սուրեն Մուրադյանի կալանքը կրկին երկարացվել է 3 ամսով։ Կալանավորը սուր ցավերով արդեն 1.5 տարուց ավել է, Արմավիր քրեակատարողական հիմնարկում է։ Ճիշտ հասկացիք, ասում եմ, ես տեսնում եմ, երևում է, որ դու լավ տարուց ես, բաժանում ամեն անգամ սկոր են կանչում, որտեղ հենց նստում եմ, պարկը նստելուց հենց նստում եմ, չշնորհում ակամից բարձանում ավերև։ 42-ամյա Մուրադյանի առողջական վիճակին Ֆակտոր TV-ն անդրադարձել էր դեռևս մայիսին։ Կալանավորը պատմել էր, որ անգամ տարրական կարիքները չի կարողանում միայնակ հոգալ։ Աջ կողմս ընդհանրապես ես չեմ զգում։ Համեսունակա ինչ-որ մի բան էլ տակ ձեռքից մեջ ես չեմ կարող ասեմ, դա ինչ իր է, եթե աչքերս փակեմ, ցուլացած վիճակում ամբողջությամբ։ Կաթվածից հետո Սուրենի աջ ձեռքը միշտ անկանոն շարժվում է, աջ ոտքը դժվարությամբ է տեղաշարժում։ Դեռևս ամիսներ առաջ մեծ հետ զրույցում Կալանավորը հաճախ մոռանում էր բառերը։ Հուլիսի 30-ին դատարանը բավարարել էր Կալանավորի միջնորդությունը եւ Մուրադյանին նշանակել էր հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որպեսզի հասկանան, արդյոք կալանքը համատեղելի է հիվանդության հետ։ Փորձաքննությունը կատարվել է որոշումից ավելի քան 1 ամիս անց, սեպտեմբերի սկզբին, բայց մինչև հիմա Մուրադյանը չի ստացել պատասխանը, այն չի հասել նաեւ դատավոր Արման Բաբախանյանին։ Տեսնում բացասային մի մեղադի, քանի որ ես պիտի հիմնվեմ դատաբժշկական փորձաքննության պատասխանին։ Ասում եք, հա, ճարտարացություններից դոկումենտները կա, հիվանդությունը գրած է։ Դա մտածի մի մեղադի, ինչ մեղադի։ Դա մարդասիրական մոտեցումը պիտի լինի, ստանջում եք ընկերներ որպես ինչ։ Իսկ ինչու են այսքան ուշանում փորձաքննության պատասխանները։ Բարձաբանում ստանալու համար Ֆակտոր TV-ն դիմեց առողջապահության նախարարություն, որտեղից գրավոր հարցում պահանջեցին։ Հարց է ծագում. արդյոք առողջական ծանր վիճակում գտնվող անձանց չպետք է առաջնահերթություն տրվի։ Իրավապաշտպանը շեշտում է՝ միանշանակ։ Թե դատական համակարգի եւ թե փորձագիտական այդ բոլոր գործողությունների երկարատևությունը եւ ձգձգվածությունը մշտապես կարող է վնասել մարդու առողջությանը եւ առողջությամբ պայմանավորված նաեւ անդառնալի հետևանքներ թողել առողջության վատթարացման հետևանքով նաեւ մահվան ելքեր։ Ինչու հասցնել այդտեղ, երբ կարելի է կանխարգելել եւ կանխարգելման համար առնվազն 2 մարմին դատարանը, որը կալանքը կարող է չերկարաձգել, փոխել կալանքը այլ խափանման միջոցով եւ փորձագիտական մարմինը, որը կարող է այդ փորձաքննությունը անցկացնել շատ ավելի արագ եւ տալ իր եզրակացությունը, որպեսզի այդ եզրակացությունը հիմք հանդիսանա արագ փոփոխության համար։ Քրեակատարողական հիմնարկներում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի անդամ Հովանեսյանը մի քանի դեպք է հիշատակում, երբ անազատության մեջ գտնվող անձանց ուշացումով են տեղափոխել բուժհաստատություն կամ փոխել խափանման միջոց կալանքը, ինչի պատճառով նրանց կյանքը չի հաջողվել փրկել։ Իրավապաշտպանն ընդգծում է, կալանքը պետք է կիրառել ամենածայրահեղ դեպքում։ Տնային կալանքը կամ վարչական վերահսկողությունը այս պարագաներում հստակորեն կարող էր ապահովել ամբողջական եւ խորքային քննություն եւ որպես այդպիսին անձին զրկել ազատությունից առողջական խնդրի նմանատիպ բարդացումների պարագայում, որոնք ի դեպ ազատազրկման վայրերում օրեցօր ավելանում են պայմանների հետ կապված, խցային իրավիճակների հետ կապված, հոգեբանական ծանր իրավիճակի հետ կապված առողջությունը այսպես թե այնպես տուժում է։ Սուրեն Մուրադյանը ձերբակալվել է 2024 թվականի ապրիլի 29-ին թմրամիջոցներ ապօրինի իրացնելու եւ շրջանառելու մեղադրանքով։ Հաշվի առնելով առողջական վիճակը, նրա նկատմամբ սկզբում տնային կալանք է ընտրվել որպես այլընտրանքային խափանման միջոց, սակայն հետո փոխվել է։ Այս ընթացքում կալանավորը տույժեր չի ստացել, հույսով, որ դա կնպաստի տուն վերադառնալուն եւ բժիշկների հսկողության տակ անցնելուն։